Սիրելի հայրենակիցներ, սրա համար մինչև 8 տարի ազատազրկում է հասնում։ Մեր երկրի օրենքը այդպիսին է, ինչի, որովհետև ժամանակին նման պատիժ չի եղել, բռնաբարել են ընտրությունները լենքով ու երկայնքով։ Մողոլ, թաթարական, то չգիտեմ, ամենաայլանդակ բարքերի ձևով։ Ընտրական համակարգը բոլորովին ուրիշ, երբ ասում ենք ընտրություն, ներողություն, էլի էս բանի համար, խրատանու համար։ Ի նկատի ունենք կամքի ազատ արտահայտում, ախպեր գնա ընտրի ում ուզում ես։ Չես ուզում մի գնա ընտրի։ Իրավունքը նախատեսում է իրավունքից չօգտվելու իրավունք նույնպես։ Պարզ է, չէ՞։ Արտահայտման ազատությունը նախատեսում է արտահայտվելու հնարավորություն եւ այդ իրավունքից չօգտվելու հնարավորություն։ Ուզում եք գնացեք, չէ, խթանել անօրինական եղանակով, դա փողն է այստեղ, հա, տրանսպորտի տրամադրումն է, քյաբաբն է, կոտլետն է, տոп բերանս ինչ եկավ, խալադելնիկն է եւ այլն, քրեորեն հետապնդելի արարքներ են, հարգելի գյուղացիներ, քաղաքացիներ, պրոֆեսորներ, քյարտեր, то չգիտեմ, էլ ինչ ասեմ, ժողովուրդ ջան։ Հերու մնացեք այս բոզական պորնիկական տրյուկներից, հա, փողով մարդ տանել ընտրության։ Գինը կապ չունի, այն անեկդոտը հիշեցի Նաղդի եւ Վերասիայի, հա, պատմեմ։ Երեխեքը քնած են, պատմեմ թե չպատմեմ։ Հին անեկդոտ է, հին, շատ հին անեկդոտ է, Քյորփեն գալիս է, հորն ասում է, այ հեր։ Լավ անջորնի անեկդոտ է, չպատմեմ, էլի, վերջի տողը պատմեմ, էլի։ Ասում է, տես տղա ջան, ասում ենք մենք Վերասիա օդի մեջ $500,000 փող ունենք, բայց տանը 2 հատ նախտ պորնիկ ունենք, հիմի սրանցն է, էլի։ Ինչից եք որոշել, որ ընտրությունը նա է, այն է, ինչ կարելի է կազմակերպել կաշառքով։ Դրանք տարբեր բաներ են։ Կաշառքը առևտուր է, հա։ Փողը տալիս եք, տանում ինչ ուզում անում եք այդ մարդուն, կոնկրետ այս դեպքում տանում քվեարկել եք տալիս ձեր ուզածի ձևով։ 100,000 է, 200,000 է, չափը կապ չունի։ Թարգը տվեք, քարը փեշերիցը թափեք, իրար պատմեք, ասեք այս տեսակ բան կա հանդերձ քրեական օրենսգրքի մեջ, անիծվեն նրանք, ովքեր ընդունել են քրեական օրենսգիրքը։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։